ուժը քեզ հետ։ Էներգետիկ ըմպելիքներ by Nalbandian։ Պարոն գնդապետ, լեյտենանտ Դոլունցը ներկայացել է ձեր հրամանով։ Առաջացի։ Չնայած ասելիքս երկար չի, կարող ես դրան մոտ մնալ, դերից ասել։ Լսել եմ գնացել ես հիվանդանոց։ Ինչ-որ խնդիրներ ունես, անհանգստացա։ Չէ, հերթական ստուգման էի գնացել, ամեն բան կարգին է, շնորհակալ եմ։ Ականջներդ է։ Չհասկացա։ Դե ոնց որ լավ չես լսել հրամանս։ Քիչ չէի ասել, Հակոբյանի գործին չխառնվես։ Ես ընդամենը գնացել էի գործընկերոջս տեսակցելու։ Ում հետ ես գնացել հիվանդատես։ Գրիգորյանն ասեց, որ մենակ չես գնացել հիվանդանոց։ Ճիշտն ասած չգիտեմ ինչպես ասեմ։ Արագ, հնարավորինս արագ ասա։ Երկրպագուներիցս մեկի։ Երևի ուզում էիր ասել միակի։ Այս վերջին զգուշացումն է։ Մի անգամ էլ նույնը կրկնվել շատ խիստ կպատժվես։ Բայց Էլ ոչ մի բայց։ Դու վերջին ներում հետ խոսել է Հակոբյանը, հիմա էլ գնացել ես հիվանդանոց։ Իսկ գուցե ուզել ես, որ Հակոբյանը կոմայից դուրս չգա։ ի՞նչ։ Այս վերջին զգուշացումներ։ Ազատ ես։ Ազատ ես։ Լսում եմ։ Մայիս, հենց հիմա գնային բնակարան գալիս եմ, ոչ մի բան չձեռնարկես։ Սպասիր մինչև գամ։ Լավ, գալիս եմ։ Ինչ եղավ այդ փողերը ուղարկելու հարցը։ Որ երկիր, ոնց, որ փողերը շեֆ։ Աղա ջան, դու կարող ես հիշողության հետ կապված խնդիրներ ունես։ Որ երկրից է այդ ապրանքը գալու։ Դե Իտալիա, Իսպանիա, Դուբայ, Էրիկայք։ Եվ մի թվարկի։ Մեր ջանոն գնում է որը կար Դուբայ։ Խնդրեմ։ Մտնի խանութ։ Այդ ապրանքը տեսնի։ Դուրը գա հավանի ապրանքը։ Ամեն ինչ նորմալ լինի։ Թիկունք ինչ ենք տալու, որ այդ ապրանքը մեզ տան։ Գումար, ապրես։ Բա ոնց անենք, որ այդ գումարը հասնի մեր բարեկամին։ Net մտածել եմ, շեֆ ջան։ Ես պայմանավորվել եմ Unicrypto օֆիսի հետ։ Մենք կարող ենք մոտենալ, այստեղի օֆիսից կրիպտո գնել ուղարկել, իսկ ջանոն մոտենա այդ երկրի օֆիս, կրիպտոն վերածի գումարի ու ստանա։ Հիանալի։ Բայց ասենք եթե ջանոն գնա ու այդ օֆիսում իրան ասեն, բա գիտեք ինչ այսօր հնարավոր չի այդ գործարքը կատարել կամ չի նստել այդ գումարը։ Սույն հաշվին։ Այդ դեպքում ինչ պետք է անենք։ Այդ էլ եմ մտածել, շեֆ։ Սաղ ճշտել եմ։ Ամեն ինչ ակնթարթային է։ Ջանոն կարող է մոտենալ այդ երկրի Unicrypto օֆիս։ Մենք այստեղից ուղարկենք, ինքը նույն պահին ստանա։ Բարձա։ Տիկոնք, նայ խնդիրներ չառաջանա։ Բայ աղավ։ Hello? Yes? Yes. Okay, my brother. Okay. Ապրանքը մի քանի օրից տեղ կլինի։ Մենք պատրաստ ենք։ Ես կստանամ ու կցրեմ ապրանքը։ Մնում է սահմանն անցնի։ Կանցնի։ Մեր լավ ընկերները մեզ չեն նեղացնի։ Մեր
Ասեմ մեր լավ ընկերներ են։ Էնում աստղազարդ բարեկամն է, էնում… Ինչ? Անհնար է։ Ես որ ասում եմ, ուրեմն տեր եմ։ Հիմա կպարզեմ։ Նստի։ Ես քեզ ասում եմ, ամեն ծառը թուքսները թողի դու ավել, ես կատաղացնում, հայ։ Ես ինչա կատարվում։ Ջնջած, հատուկ բաժինը հասել ատեղ, ոչ մեկին չի գտել։ Ես ինչ խաղեր ես տալիս այլ ռետին։ Ինչ։ Բացառվում է։ Ես անձամբ տեսել եմ ոնց է Մողեսը ներս մտնում։ Ես կարող ես զախված գրոպին տեսել թռելա։ Եթե տենց բաներ կզանգեր կասել պոչ ունենք։ Հենց հիմա ոնց ուզում ես գտի մի հատ հասկացի ինչա կա։ Շուտ։ Բաժանորդն անհասանելի է, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Անջատացա։ Գցել են Հարիֆին։ Գցել են սրանք, քեզ գցել են։ Չէ։ Ինքը իր ընտանիքը սենց ռիսկի տակ չէր դնի։ Ստեղ հաստատ մի բան են չի։ 100% մի բան է ինչու այդ բանը դու ես։ Արդեն երկրորդ կիքսը դա։ Քեզ մնաց մի կյանք։ Տարանտան։ Գետի տակից էլ լինի կթեք հասկացեք ինչա կատարվում։ Բերման է ենթարկվել հանրահայտ վիրաբույժ Ս. Հայրապետյանը, ով մեղադրվում է նույն հիվանդանոցում աշխատող բժշկուհու Ս.Կ.-ին դաժանաբար ծեծի ենթարկելու մեջ։ Բժիշկը ամեն կերպ հերքում է տեղի ունեցածը, սակայն բուժքույրը վստահեցնում է, որ հենց նա է եղել։ Ամեն ինչ ավարտված է։ Ինչ? Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Չէ, ամեն ինչ ավարտված է։ Ես քեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ նոր է սկսվում։ Դանիելյանը ուղիղ տեքստով սպառնաց, որ եթե մի անգամ էլ աչքով ընկնեմ, Հակոբյանի գործը կկոտրի իմ գլխին։ Այնպես որ համարում ենք օպերացիան ավարտված։ Ինչ? Գնամ լոգան կընդունեմ ու քեզ տուն տանեմ։ Չէ, չի կարող այդպես լինել։ Կարող է։ Անհնարին է։ Անհնարին ոչինչ չկա, մայիս։ Որոշված է ամեն բան, էլ ոչ մի բառ։ Սպասի։ Մոնիկա, ես քեզ բան եմ ասում։ Լավ, ոնց ես աղջկան բացատրեմ, որ ականջը միայն ականջող կախելու համար չէ։ Տակ ջուրը բացեմ վրետ։ Նշանակում։ Այն որ Մողեսը չի թռել։ Մողեսին տարել են։
Ջանսար, Ինչ։ դե նկատի ունեմ այսքան որ քայլում ես դեռ տեղ չհասար։ Ու այսքանից հետո դու տրամադրություն ունես հումոր անելու։ Ու հատկապես այսքանից հետո, որովհետև սա մեր բացահայտումների շղթայի առաջին օղակն է։ Չէ, մայիս ջան։ Սա մեր ձեռնաշղթաների առաջի օղակն է։ Իդեպ, առևանգումը քրեորեն պատժելի արարք է։ Մեր պարագայում երևի խմբակային հանցագործություն, որը ավելի է ծանրացնում պատիժը։ Դու ոնց կարող էիր նման բան անել։ Ինչ դժվար բան կար, որ մի հատ շեշտակի հարված քներակին ու վեր։ Ճիշտ է, այստեղ բերելը դժվար էր, բայց երբ տաքսիստն իմացավ, որ ընկերս խմել հարբել իրեն կորցրել է, սիրով օգնեց բարձրացրեցինք տուն։ Այսինքն տեսնողներ էլ են եղել։ Տեսնող։ Վարպետ ջան, չմտածես վերջում հաստատ 5 աստղ եմ դնելու։ Ոտնահետքերից պարզ երևում է, որ մահոսին տարել են։ Դաշկից մեր ոստիկան ընկերները մեզ հետ այդքան էլ անկեղծ չեն։ Իսկ եթե անկեղծ են, Ուրեմն այստեղ երրորդ կողմ կա։ Բայց ով։ այ դրանով եք զբաղվեք։ Ամբողջ քաղաքը տակնու վրա եք անում, դրան գտնում եք։ Քանի դրան չեք գտել, մեր բիզնեսը վտանգի տակ է։ Ո դրա մոտ բերանը տափրծփր չես բացել։ Չէ։ Ինքը բացի իր զակասներից ուրիշ ոչ մի բանի մասին չգիտի։ Լավ է։ Բայց ամեն դեպքում դրան գտնել է պետք, որ հասկանանք ինչ է կատարվում։ Հալո, հանդիպել է պետք։ Դե չէ, սա իրոք վերջն է։ Ոչ միայն իմ կարիերայի, այլև ազատ կյանքի։ Դե լավ մի չափազանցու։ Ինչն եմ չափազանցնում։ Մարդ են կառևանգել։ Խմբակային հանցագործություն։ Ես մտածում եմ դրա համար մեզ քանի տարի են նստացնելու։ Ես գիտեի դու օրենքներից լավ ես։ Ես օրենքներից լավ եմ, մաթեմատիկայից լավ չեմ։ Չէ, ես հիմա գնում եմ իրենց ազատել։ Ու հետո աղոթես, որ միայն բանտ նստելով բրցնես։ Այսինքն։ Բարձի տակ նայր։ Սա մեր կասկածյալի նարկոդիլլերներից է։ Ինչ։ Սրան հիմա եւ ոստիկաններն են փնտրում եւ հանցագործները։ Այնպես որ մենք հետադարձի ճանապարհ չունենք։ Կամ պետք է գործը մինչև վերջ բացահայտենք, կամ Աստված գիտի թե մեզ որտեղ են թաղելու։ Այնպես որ գնում ենք մինչև վերջ։ Մինչև վերջ։ Շատ լավ է։ Առաջարկում եմ ժամանակ չկորցնենք ու սկսենք մեր հյուրի հետ զրույցը։ Վստահ եմ նա մեզ շատ բաներ ունի պատմելու։ Բա տաքսիստը։ Հետին վրա։ Դուք չգիտեք ինչի մեջ եք խրվել։ Ես դες նստացնելու եմ սաղիդ։ Դուք չգիտեք ես ով եմ, լուրջ դուք չեք պատկերացնում ում հետ գործ ունենք։ Դե դրա համար էլ հրավիրել ենք, որ իմանանք ում հետ գործ ունենք։ Հետո իմանանք թե ինչ գործ ունենք։ Հետո իմանանք գալիք գործերի մասին։ Այնպես որ սկսիր։ Բայց ես չգիտեմ ինչ եք ուզում դուք ինձնից։ Սրանից։ Լուրջ եք ասում։ Այս պայուսակի համար մարդ են գողանում։ Հարցնեի կասայի տեղը, Բերտան մոտի խանութում է։ Այս նույնի համ կարեշնվին կա, համ կապույտը։ Ինչ հումորով ես։ Մեջինն էլ ես խանութի ծառը։
մեջինը չգիտեմ ինչա, չգիտեմ ումն է, գաղափար չունեմ։ Լավ։ Ինչ։ Մի բան ասեմ, վրես չխնդաս, Ու բայց սենց բան իմ հետ առաջի անգամ է լինում։ դե իմ հետը չի եղել։ Որպես կանոն մենք հանցագործներին բռնում ենք, ոչ թե առևանգում։ Չէ, հետ, չգիտեմ ճիշտ ասած այդ լավա թե վատ, բայց դու ինձ չես առևանգել, այլ իմ սիրտը։ Ինչու մորովես։ Իմ օրև ես չէի հավատում սեր առաջին հայացքից։ Դու չգիտես, որ այսօրվա աղջիկներին դուր են գալիս խնամված տղաներ։ Մենք հիմա այնպես կանենք, որ դու էլ իր դուրը գաս։ Ու հետո այ անկապ այդ բաները ասելուց առաջ ամուսնական մատանին հանում են։ Բայց ես չեմ հասկանում, ինչ եք ուզում լսեք իզնից։ Սկզբի համար բարձր նոտաներ։ Բայց ինչ է հոսում։ Հաշմամելի չէ։ Բարև ձեզ։ Բարև ախորս։ Մոլմիլից էլի։ Ապեր։ Այստեղ են կարող աստեղ երևացել։ Լավ։ Էրիկա։ Դե, Հայ, այդ պայուսակը իմն է, բայց ես անկեղծ չգիտեմ մեջի ապրանքը ումն է։ իսկ որտեղից է ապրանքը։ Այդ մեկը սպանեկել չեմ ասի։ Դե ճիշտ է ասում, որ սպանեք ոնց պիտի ասի։ Դե, ինչպես ասում են, մի քանի խոսք ձեր կյանքից։ Ես ասելու բան չունեմ։ Չեք։ Դե, Հավ, ինձ մողես են ասում, ես դիլեր եմ, բայց ես չգիտեմ ոչ մեկին, ես չգիտեմ ով է վաճառողը, ով է գնորդը, ես ուղղակի ապրանքը տանում եմ մի տեղից մյուսը։ Խնդրում եմ, չէ։ Չես հենց հոսանքի գերծախս ենք տալու։ Մի վարկյան։
Սա նորմալը չի հասկանում ինչ անում։ Ինքը հələ չգիտի ինչ պատմության մեջ է խրվել, բայց դու խելացի աղջիկ ես։ Հետո։ Գրավիչ, Հետո։ հմայիչ, Հետո։ գեղեցիկ։ Հետո ասում եմ ինձ բաց թող ես գնամ։ Յախ կոնտակտ։ Մայիս արագացրու։ Ավելի մի արա խնդրում եմ։ Այդ ի՞նչ է, խնդրում եմ։ Չէ։ Ես ինչ գիտեի արդեն ասել եմ իզուր ժամանակի կորուստա։ Էլի ճիշտ է։ Ինչու հատ պոկել, եթե կարելի է միանգամից մաքրել։ Չէ, խնդրում եմ։ Այդ ինչ ջնջոցն է տվել, բայց երցում եմ դրանից ավել ոչ մի բան չգիտեմ։ Երբ է ապրանքը գալու։ Ինչ ապրանք։ Խնդրում եմ։ Ինձ ջնջոց հասել է, որ չտեսնված ապրանք ենք ստանալու, բայց ինչ, որտեղ, երբ, ես անկեղծ չգիտեմ։ Ոնց որ անկեղծ էր, չէ՞։ Սա տաքսիստի համար է։ Բայց ախր ասեցի ճիշտ է։ Չէ, խնդրում եմ, չէ, մի բան ասա։ Սուս մնա։ Լսի դու լրիվ վայրենի ես։ Ես արտահայտությունը լսել էի 10 տարի առաջ ու լրիվ ուրիշ առոգանությամբ։ Այստեղից գնում ես, մոռանում ես այն ամենը, ինչ ես տեղ տեսել ու լսել ես, եթե չես ուզում ընկնել իր օրը։ Լավ կետչուպ։ Չի ժամանակ ես գտել հումոր անելու։ Բա հիմա ինչ ենք անելու։ Սկզբի համար լավ կլինի լողանաս։ Ինչա նշանակում չկա։ Ես տեղեկին սաղին ոտքի եմ անել։ Գետնի տակից է լինի դրան կգտնենք։ Այ ապրես, եթե չգտնես դուք եք անցնելու գետնի տակ։ Եթե դրա պատճառով մի հատ պոչ ունեցանք, երկուսիդ է կքերթեմ։ Ես... Ալո։ Հա, գալիս եմ։ Գտեք դրան։ Ոնց հասկանում եմ, սրան ուզեցել են մատաղ անել։ Իսկ ավելի կոնկրետ։ Ոստիկանության գնալուց հետո ոչ ոք չեկավ ապրանքի հետևից, իսկ դա նշանակում է, որ ոչ մի գնորդ չէր էլ գալու։ Իսկ այդ դեպքում ինչի էին սրան ուղարկել այդտեղ։ Դե ասեցի, որ ուզում էին մատաղ անել։
Մայիս ես կգժվեմ, ինչ է նշանակում մատաղանել։ Դե դա հին հնարք է, ոստիկանությանը հանձնում են ինչ-որ մեկին, որ տպավորություն ստեղծվի, որ իրավիճակը վերահսկում է ոստիկանությունը, բայց ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Այսինքն ոստիկանությունը աշխատում է դրանց հետ։ Ոստիկանությունը չգիտեմ, բայց որոշ ոստիկաններ հաստատ։ Նշանակում է մենք այլևս շանս չունենք։ Չէ, եթե մողեսի տերերը վերահսկում են իրավիճակը, բայց մենք կարող ենք նրանց խանգարելու, նրանք կսկսեն սխալներ գործել։ Լսի, մեկ քոյդ խոսել է նման է բարդ խաչբար լուծելու։ Կասես ինչ ես մտածել անել։ Սրա Telegram ալիքում առաքումների բոլոր մանրամասներն են։ Եթե գնորդները սկսեցին իրենց ապրանքը չստանալ, մողեսի տերերի մոտ իսկական խուճապ կսկսվի։ Իսկ եթե դու հեռախոսը միացնես, նրանք միանգամից տեղը կգտնեն։ Այդ այն պլանի երկրորդ, կարելի ասել ամենահանճարեղմածն է։ Եթե հիմա հետևեն կհասկանան, որ հեռախոսը ոստիկանության մոտ է եղել։ Գնացինք։ Դեռ երկար ենք սպասելու։ Չգիտեմ։ Գնացինք։